Առնվազն 151 մարդ է վիրավորվել Ստամբուլում տեղի ունեցած ուժգին 6.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Էպիկենտրոնը եղել է շուրջ 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի Սիլիվրի թաղամասում, Մարմարա ծովում։ Խոշոր փլուզումների մասին տեղեկություններ չկան։ Կառավարությունը հաղորդել է, որ վիրավորներից շատերը վնասվածքներ են ստացել, երբ խուճապահար դուրս են նետվել բարձրահարկերից։ Որևէ մեկի առողջական վիճակը ծայրահեղ չէ։ 2 տարի առաջ Թուրքիայում աղետալի երկրաշարժ էր գրանցվել Սիրիայի հետ սահմանին, այն ավելի քան 55,000 մարդու կյանք էր խլել, 107,000-ը վնասվածքներ էին ստացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկին կատարած այցի ժամանակ Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Փաստաթղթով Բաքուն ու Պեկինը հայտարարում են, թե այսուհետ միմյանց դիտարկում են որպես առաջնահերթ, վստահելի եւ փոխշահավետ ռազմավարական գործընկերներ, պատրաստակամություն հայտնելով զարգացնել քաղաքական ու տնտեսական կապերը։ Կողմերը նաեւ աջակցություն են հայտնում միմյանց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանը կտրականապես դեմ է Թայվանի անկախության ցանկացած ձևի եւ աջակցում է Չինաստանի կառավարությանը երկրի վերամիավորման գործում, ասված է փաստաթղթում։ Ձեռք բերված համաձայնագրով երկու երկրները նաև որոշել են ազատ վիզային ռեժիմի անցնել։ Ուկրաինական պատերազմը դադարեցնելու օրակարգով Լոնդոնում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների միջև այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Հայտարարությունը տարածվել է բանակցությունների մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ առաջ։ Մենք սա դիտարկում ենք որպես ուկրաինացիների վրա ճնշման հավելյալ փորձ, Ազատությանն ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը անանունության պայմանով հավելելով։ Դրանով Վաշինգտոնն ակնարկում է կամ համաձայնում եք մեր առաջարկին, կամ մենք դուրս ենք գալիս բանակցություններից։ Ըստ ամերիկյան Axios պարբերականի Վաշինգտոնը օրեր առաջ Փարիզում կայացած հանդիպմանը կարգավորման ծրագիր է ներկայացրել, որով հրադադարի դիմաց Ուկրաինան պետք է Ռուսաստանի մաս ճանաչի գրաված տարածքները, այդ թվում Ղրիմը։ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կոչ են արել Իսրայելին հավատարիմ մնալ միջազգային իրավունքին, թույլ տալով մարդասիրական օգնության անարգել անցումը Գազայի հատված։ Մարդասիրական օգնությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք, իսկ Պաղեստինի տարածքը չպետք է կրճատվի կամ ժողովրդագրական փոփոխության ենթարկվի, ասվում է երեք երկրների արտգործնախարարների այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ։ Իսրայելը մարդասիրական օգնության մուտքը արգելափակում է արդեն ավելի քան 1.5 ամիս։ ՄԱԿ-ն ավելի վաղ ահազանգել է, թե 2023-ին սկսված պատերազմի հետևանքով Պաղեստինյան անկլավում ստեղծվել է լրջագույն հումանիտար ճգնաժամ։ Վատիկանը պատրաստվում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, որը տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը Սուրբ Պետրոսի հրապարակում։ Ակնկալվում է, որ Պապին վերջին հրաժեշտը տալու կգան առաջնորդներ ամբողջ աշխարհից։ Կաթոլիկ եկեղեցու 88-ամյա հովվապետը մահկանացուն կնքեց շաբաթվա սկզբին Սուրբ Հարության պատարագից մի քանի ժամ անց։ Վաղը առավոտից Սուրբ Պետրոսի տաճարում կմեկնարկի Պապի հոգեհանգստի արարողությունը։ Մահվանից առաջ Ֆրանցիսկոսը պարզեցրել էր հուղարկավորության կարգն ու կտակել իր մարմինը հողին հանձնել Վատիկանից դուրս Հռոմի Սուրբ Մարիա Մաջիորե եկեղեցում, որտեղ ինքը հաճախ է կենդանության օրոք Աստվածածնից ողորմություն ու գթություն խնդրել։